Բավականին շատ անհաջող, շատ դժվար տարի էր։ Դե առաջին հերթին ես բնակվում եմ Կոնդում։ Հայտնվել են մարդիկ, ես արդեն 30 տարի է բնակվում եմ այդտեղ, հայտնվել են մարդիկ, որոնք ժառանգության իրավունքներ են ներկայացնում մի տան վերաբերյալ, որ ես գնել եմ ու 30 տարի արդեն բնակվում եմ այդտեղ։ Քաղաքական անցուդարձին հետևում եք։ Աշխատում եմ հեռու մնամ բոլոր տեսակի քաղաքական, գիտեք ինչ, հայ ժողովուրդը ինքը այնքան փոքր է, ամեն մեկը գտնում է, որ ինքը բոլորից խելացին է, եսի մինչերն է առաջարկում եւ գտնում է, որ մենակ ինքը իրավունք ունի, սենց ասած կառավարելու։ Ընտրություններ են հաջորդ տարի, գնում եք ընդհանրապես ընտրություն։ Ես գնում եմ եւ ճիշտն ասած միշտ էլ իմ ձայնը պատկանում է, ոնց ասեմ, միշտ ձայնս տալիս եմ այն մարդուն, որը կարող է Հայաստանում ստաբիլ վիճակ ապահովի։ 2011-ը ինչպես եք գնահատում, ձեր կյանքում այն ինչպիսին եղավ։ Եթե ես գնահատեմ, ես շատ խիստ կգնահատեմ, ես կգնահատեմ 0-ի։ Ինչու։ Որովհետև ժողովրդի համար ոչ մի բան չի արվել։ Ինչ որ դրանք անում են, միայն իրանց համար, ովքեր են մեր ղեկավարները, ովքեր են, առաջվա կոմունիստները դարել են դեմոկրատ։ Այդ ինչպես կարողացավ նրանց ուղեղը անմիջապես փոխվել կոմունիստից, այն էլ յառի կոմունիստներ դարել են դեմոկրատ։ Նոր տարի անելու եք։ Ինչպես բոլորը, ինչ ասեմ, ինչպես բոլորը պետք է արվի, բայց իհարկե ոչ թե ճոխ, առաջ, երբ որ նոր տարի էր գալիս, սեղանի վրա լինում էր չիր, չամիչ, խմորեղեն, գինի, վերջ, իս հիմի քիչ ամնում գոմեշ, մորթեն դնես սեղանի վրա։ Իսկ հաջորդ տարվանից որևէ սպասելիք, փոփոխության հույսեր ունեք։ Ոչ մի բան, ոչ մի, օրինակի չի փոփոխություն, նրանք թոշակառուներին ավելացնում են 3000, ունակ, ինձ 3500 դրամ, ես կստանամ 50,000 ինչա, միայն դեղը հիմի ես գնեցի 15,000-ի, 50,000 ուր գնաց։ Մի քիչ բարդություններով լի, բայց էլի չենք ողոքում լավ էր։ Քաղաքականությամբ հետաքրքիր եք։ Գնում եք ընտրությունների։ Ահա, գնում եմ, բայց ուղղակի ոչ մի տենց հույս կամ ինչ-որ սպասում չկա։ Սոցիալական հարցերը շատ բարդ, շատ ծանր վիճակի մեջ է։ Ինչ հարցեր ունեիք, որ չկարողացաք։ Այսինքն պետք է մի քիչ բարելավել աշխատող մարդկանց, ամենակարևորը դա է։ Այսինքն գիշերային աշխատանքը, ազգային ժողովը գոներտում էր այդպիսի որոշում, որ գիշերային աշխատանքը գոնե 50%-ով ավելացվի։ Դա շատ կարևոր է։ Գումարը։ Գումար, իհարկե։ Մեր անձամբ տաքսի վարորդների համար։ Իսկ լավ բան չբերեց տարին ձեզ։ Լավ բան չի ասի, գիտեք ինչի, որովհետև այս Ղարաբաղի այս ծանր դեպքերը, երիտասարդների զոհերը շատ վատ անդրադարձավ մեր ընտանիքի վրա։ Բաստողումները ավելի շատ էին, քան թե ձեռքբերումները։ Օրինակ, կյանքը գնալով վատանում է։ Քաղաքականությանը հետևում եք, քաղաքական անցյալ։ Այդպես տաքսի վարորդ չկա, որ քաղաքականության մեջ չլինի։ Եվ ինչ հույսեր ունեք, հաջորդ տարին ընտրական տարի է։ Ոչ մի հույսել ես կառավարությունից, ես պետությունից տաքսի վարորդները չունեն։ Ժողովուրդը ամբողջ հանձներ ոչ մի լավ բաներ չեն սպասում, ոչ գալող տարվանից, ոչ էլ ընտրություններից։ Էլ ընտրությունները իրանք իրան ձևով կերծելու են, իրանք ձևով էլի նորից վերարտադրվեն։ Մեր սոցիալական ժողովուրդը ամբողջովին ոտի չկայանի, ազգովի պահանջենք մեզ ազատ արդար ընտրություններ։ Բայց նրանք ասում են, որ կլինեն այդ ընտրությունները։ Չենք հավատում։ Ամեն տարի ամեն ընտրությունների ժամանակ էլ ասում են, գեղեցիկ խոսում են, կառավարությունում գեղեցիկ բառեր են ասում, իսկ վերջում։ Մենք էլ ենք ասում, որ կլինեն այդ ընտրությունները։ Չենք հավատում։ Չենք հավատում։ Ամեն տարի ամեն ընտրությունների ժամանակ էլ ասում են, գեղեցիկ խոսում են, կառավարությունում գեղեցիկ բառեր են ասում, իսկ վերջում։ Մենք
տեխնոլոգիաներից են խոսում, նոր ժողովուրդը նոր տեխնոլոգիաներից ինչ է հասկանում։ Գործ տվեք, աշխատանք տվեք, ապրեն։ Ինչ նոր տեխնոլոգիաների, նոր ցուցահանդեսներ են բացում, ցուցահանդեսներից են խոսում, էսի մինչերում կյանքը բարելավեք մարդկանց։ Նոր տարի անելու եք։ Թեթև իրանց նման խո ակուլա չեք դնելու սեղանի։ Իրանք ակուլայով են անում ալիգարխները, ամեն ինչով մենք թեթև նոր տարի երեխա է։ Ձեռքբերումներ այն էր, որ մեքենա ձեռք բերեցինք, բնակարանը հույս ունենք։ Այսինքն սոցիալական վիճակը լավ է։ Գոհ ենք, դժգոհ Բոլորդ չենք։ աշխատանք ունեք։ Ես ու ամուսինս ունենք։ Եվ կարողանում եք ձեր կյանքը հոգալ։ Դժգոհ չենք։ Սենց էլ որ մնա էլի լավ է։ Իսկ հաջորդ տարվանից ինչ սպասելիքներ ունեք։ Տարին ցույց կտա։ Քաղաքական անցուդարձին հետևում եք։ Ընդհանրապես հեռու եմ։ Եվ դա օգնում է ապրել։ Ավելի լավ է մոտ։ Ավելի լավ է մոտ լինել քո կյանքին, քան թե քաղաքական կյանքին։ Մեր ժամանուրասեղանին մի հատ հնդուշկա ենք առել, որ ասեմ, երևի 2 հատ հավ կառնենք, միրգա, երջիկ, մերժիկ, ես ինչ որալ։ Անցնում է 2011-ը, եթե գնահատելու լինեք տարին, այն ինչպիսին եղավ ձեզ համար, ձեռք բերումներ ունեցաք, բաց թողումներ։ Չէ, ոչ մի բան, սովորական եկել ենք աշխատանքի, գնացել ենք տուն, ուրիշ ոչ մի բան, ոչ լավ տեղ ենք գնացել, ոչ ես, կողմ է ոչ ենք։ Սովորական մեր աշխատանքի։ Քաղաքական գործընթացներին հետևում եք։ Չէ, տելևիզոր եմ նայում մեկ-մեկ։ 8 տարվա մեջ Հայաստանում մենք ամենաառաջին հերթում որպես ուսանող շատ դժվարություններ տեսանք, որովհետև մի քիչ մեկ լինում է, որ նեղացում են արտասահմանցին այստեղ։ Դեր տուրիստական մշակույթը ընդհանրապես չկա Հայաստանում, ցավոք սիրտի։ Տղաները ուրիշ մտածելակերպներ ունեն, աղջիկները вообще ուրիշ։ Տղաները շուտ ջղայնանում են, աղջիկները ընդհանրապես շատ համբերատար աղջիկներ ունի Հայաստանը։ Ուղղակի ասեմ, որ շատ է զարգացել Հայաստանը 8 տարվա առաջ։ 8 տարի առաջ ես լավ հիշում եմ, որ ժամը 8-ին լույսներ անջատում էին։ Հիմա դա չի կատարվում։ Դուք ասացիք 8 տարի առաջ եք Հայաստան եկել եւ փաստորեն մնացել եք։ Ինչու որոշեցիք մնալ Հայաստանում, Երևանում։ Եթե իմանայի չէի գա Հայաստան, եթե այդ արդյունքը որ հիմա եմ տեսել, եւ այդ խելքը, այդ բանը, որ հիմա եմ մտածում, այն ժամանակ mən երբեք չէի գա Հայաստան առաջին հերթում, որովհետեւ ոչ թե ես ուզում եմ այդ հացը, որ կիսել եմ Հայաստանում, դա կոտրեմ, չեմ մոռանա, որովհետեւ 8 տարի որ ապրել եմ Հայաստանում, համարյա համարվում է, որ կիսահայ եմ, որովհետեւ ամենալավագույն տարիքս է եղել, 19 տարեկանից ստեղ եմ եղել, մինչեւ 27 տարեկանը արդեն վերջանում է դա էլ, ուղղակի Բարսկստանում մի քիչ դասական երաժշտությունով մենք նեղվում ենք, եկանք այստեղ սովորենք, որ տանենք փոխանցենք մեր ժողովրդին։ Ցավում եմ Հայաստանում մշակույթի վերաբերյալ շատ քիչ են աշխատում, շատ եմ ցավում։ Եթե պրոֆեսորը ստանում է 27000 դրամ, ինչ պիտի լինի դրանով։ Այդ պրոֆեսորը ինչ կարա փոխանցի ինձ։ Ինքը բարձ է, որ սրտանց չի կարա դա փոխանցի։ Եթե ես լինեի այդ պրոֆեսորի դեր, ես երբեք Հայաստանում չէի մնա։ Քաղաքական դաշտին հետևում եք։ Այո, իհարկե։ Որոշ չափով այո։ Եվ ինչ կարծիք ունեք առաջիկա ընտրությունները հայաստանցիների համար։ Նոր բան կբերեն, հաջողություն, մարդկանց կյանք բարեկեցություն։ Այդ ընտրությունները այստեղ Ադրբեջանում, Թուրքիայում, Մոսկվայում լինում է, բոլորը կախված է տարբեր բաներից։ Դաժե Բարսկստանի, օրինակ, ասում են 3 միլիոն ժողովուրդ ունի Հայաստան, բայց 3 միլիոն չի։ Եթե մեզ հաշվեն, դաժե 3 միլիոն չի։ Դուք ունենում եք արդեն ամանորյա այցելուներ։ Ինչպիսին է տրամադրությունը, արդեն տոնական է։ Իհարկե ունենում ենք այցելուներ, տրամադրությունը շատ բարձր, մարդիկ կատարում են գնումներ, խաղալիքներ, նվերներ, տարբեր տեսակի, ու բնականաբար շատ բարձր։ Այցելուների թիվը նախորդ տարվա համեմատությամբ, նախորդ ամանորի ինչպես։ Հա, իհարկե, ինչից շատ է։ Համեմատած շատ է, հա, քանի որ տարածքը մեծ է, գրավում է հաճախորդներին, այցելուները շատ են, թեկուզ զուտ նայելու համար։ Նոր տարվա համար մաղթում եմ, որ բոլորը երջանիկ լինեն, խաղաղություն լինի, պատերազմ չլինի, դա եմ մաղթում միայն։